Խախանդ է եղել։ Խաղաղ է եղել գիշերը Հայաստանի արևելյան սահմանին, վստահեցնում են Սոտքի բնակիչները։ Նույնը չեն կարող ասել նախորդ օրվա մասին։ Ինչ որ վերևից այդ շորջի կոմելից տանից ասմա ձենձուն է եկել։ Էդի երեկվա պահով եմ ասում, երեշեքին տաների ասեց հանդեղեք երանելից ձեն է եկել կրակոցների։ Վերին շորջի դեպի ջերմուկը, դե ջերմուկը են կրակում հիմա մրմոտերը ձենը լսվում է, մոտա չէ, այդտեղից այդ սարերից արձագանքելով ձեները գալիս է։ Վերին շորժայում կրակոցների մասին հստակ տեղեկություններ չունի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը։ Սահմանին իրավիճակի մասին ինքն իմանում է հեռախոսազանգերի միջոցով։ Զանգել եմ, հարցրել եմ, ասել եմ հանգիստ է։ Կրակոցների մասին հարցրել եք, ձեզ ասել են կրակոցներ չկան, հանգիստ է։ Այո, ես տեղյակ չեմ, հարցրել եմ, զանգել եմ, հարցրել եմ, քանի որ ես հիվանդանոցում եմ այս պահին։ Եթե անձամբ էլ կրակոցներ չեն լսել, կրակոցների մասին խոսակցությունները գյուղացիներին հանգիստ չեն տալիս։ Անհանգստանալու համար հիմնավոր պատճառ ունեն։ Լսել են Պաշտպանության նախարարի յուրօրինակ երգումը, թե վտանգավոր կրակոցների մասին հայտնում է նախարարությունը։ Իրանք մի մտքած ունեն վտանգավորը պետք է մի անգամից բոմբը գցեն ժողովրդի վրա, որ էդի ասեն վտանգա, հա։ Որ բնակիչները խուճապի են մատնվում նաև հնարավոր էսկալացիայի մասին խոսակցություններից արդարացված է Սոտքի բնակչի համար։ Սահմանամերձ գյուղում էլ ուշի ուշով հետևում են Հայաստան-Ադրբեջան հեռահար երկխոսությանը։ Երևանից խաղաղության մասին են գոռում, Գեղամասար համայնքում փսփսում են կուտակումների մասին։ Կուտակումների մասին լուրերը ուրբաթերքել էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նշել, թե այս պահին գետնի վրա նման երևույթներ տեսանելի չեն։ Լիլիթ Խալաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։